Գարի Կիսի Ձեր ֆինանսական հեղափոխությունը Համաձայնության զորությունը Գլուխ 11 Թռչելը քայլելուց հեշտ է Եթե ետ գնայիք ժամանակով և ցանկանայիք հասնել Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո, դուք պետք է նավ նստեիք։ Ուղևորությունը հարավային Ամերիկան շրջանցող ճանապարհով, որը կար մինչև Պանամայի ջրանցքը բացելը, կարող էր տևել մոտավորապես 1 տարի։ Ավելի ուշ, երբ բացվեց Օրեգոնի ճանապարհը, դուք կարող էիք հասնել Սան Ֆրանցիսկո 4 ամսում։ Այսօր կարող եք հասնել այնտեղ 4 ժամում։ Ինչպե՞ս։ Օգտվելով նոր օրենքից, ամբարձիչ ուժի օրենքից։ Ամբարձիչ ուժի օրենքը միշտ եղել է, թռչուններն օգտագործում են այն ամեն օր, բայց մարդիկ չէին հասկանում այն։ Նման թռիչքի բնական օրենքներին քրիստոնյաները մեծ մասամբ պարզապես անտեղյակ են թագավորության օրենքներից, թեև նրանք կարդացել են դրանց մասին գրեթե իրենց ամբողջ կյանքում։ Աստծո թագավորությունն այստեղ է, այն ձեր ներսում է, և դուք դրա արտոնությունները ստանալու օրինական իրավունք ունեք։ Բնական աշխարհում թռիչքի օրենքները չեն չեղարկում ծանրության ուժի օրենքը, այլ գերազանցում են այն։ Այլ կերպ ասած, քանի դեռ դուք կիրառում եք թռիչքը վերահսկող օրենքները, դուք թռչելու եք, թեև ծանրության ուժը շարունակում է գործել։ Դուք պետք է համաձայնեք, որ շատ ավելի հեշտ է թռչել 4 ժամ, քան ճանապարհորդել նավով 1 տարի։ Այդ դեպքում սկսեք արագ գործել և թողեք ձեր հին դանդաղագործ մեթոդները։ Դուք երբևէ տեսել եք միապետ թիթեռի։ Այստեղ Օհայոյում աշնան ընթացքում կարելի է տեսնել հարյուրավոր միապետ թիթեռների, որոնք հարավ են թռչում ձմեռելու համար։ Նրանք թռչում են Մեքսիկա գրեթե 3000 կիլոմետր ճանապարհ անցնելով։ Բայց հետաքրքիր է հետևյալը, նրանք երբեք չեն եղել այնտեղ, որտեղից գիտեն, թե ինչպես կամ երբ գնալ այնտեղ։ Եթե Աստված գոյատևման միջոց է ստեղծել միապետ թիթեռների համար, նա ունի ճանապարհ նաև ձեզ համար։ Ինչպես է թիթեռին հաջողվում դա։ Թիթեռի կյանքում տեղի է ունենում կերպափոխություն, հունարեն մետամորֆոզա, որի մորֆ արմատը նշանակում է փոփոխություն։ Գրեթե բոլորը գիտեն, որ սկզբում միապետը թիթեռ չէ, նա թրթուր է։ Թրթուր լինելու փուլում նա ապրում է մեկ կաթնաթոռ բույսի վրա և մեծանում է մինչև որ պատրաստ է դառնում խոշոր փոփոխության համար։ Որոշակի չափի հասնելուց հետո նա բոժոժ է պատրաստում։ Այն պարկուճի պես մի բան է, որի մեջ թրթուրը փակվում է 7-ից 15 օրով։ Դրանից հետո բոժոժից դուրս է գալիս թիթեռը, որի տեսքը և վարքը կտրուկ տարբերվում է այն փուլից, երբ նա թրթուր էր։ Թիթեռն ապրում է գոյության լիովին այլ մակարդակի վրա։ Նա թռչում է։ Փոխարենը մեկ կաթնաթոռ բույսով սահմանափակվելը, այժմ նա կարող է թռչել որտեղ ցանկանա։ Նա գեղեցիկ է, նա ունի շնորհք և վայելչություն, որի նմանը չկա բնության մեջ։ Բայց ամենազարմանալի առավելությունը, որը նա ստանում է, թռչելով փորձանքից փախչելու կարողությունն է։ Գիտեք, որ միապետ թիթեռը չի կարող ապրել սառը ձմեռային ամիսներին, որոնք գալիս են հյուսիսային կլիմայական գոտիներում։ Նա կմահանա։ Բայց Աստված այնպես է արել, որ այդ արարածը կարողանա թռչելով հեռանալ փորձանքից, անցնելով 3000 կիլոմետր և գնալով մի վայր, որտեղ նախկինում երբեք չի եղել։ Ինչպես է նրան հաջողվում դա։ Կերպափոխման շնորհիվ։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ նույն գործընթացի միջոցով դուք նույնպես կարող եք վեր թռչել ձեր խնդիրներից նման միապետ թիթեռի, նույնիսկ այնպիսի իրավիճակներում, որոնցից բոլորովին ելք չեք տեսնում։ Սթիվը, ով իմ ընկերն է, մի գիշեր մեքենայով տուն վերադառնալիս ճանապարհին հարվածում է մի եղնիկի, ինչի պատճառով նրա մեքենան լիովին փչանում է։ Դժբախտաբար նրանց միակ մնացած ընտանեկան մեքենայի շարժիչն անսարք է դառնում 1 շաբաթ անց։ Սթիվի ապահովագրական ընկերությունը տրամադրում է նրան անվճար երկշաբաթյա մեքենայի վարձույթ իր մեքենայի կորստի համար, բայց նրանց ընտանեկան մեքենան ենթակա չի լինում որևէ ապահովագրական փոխհատուցման, ինչը կօգներ նրան նոր մեքենա գնել։ Սթիվը և Կարենը չգիտեին ինչ անել։ Սթիվի գործի համար մեքենա ունենալը պարտադիր էր, քանի որ նա վաճառքի գործակալ էր և ամեն երեկո այցելում էր հաճախորդների։ Նրանք արդեն երկար ժամանակ ծանոթ էին թագավորության ուսմունքին և գիտեին, որ Աստված էր իրենց պատասխանը։ Այդ ժամանակ նրանք չունեին բավականաչափ խնայած գումար նոր մեքենաներ գնելու համար, այնպես որ գիտեին, որ իրենց միակ հույսը Աստված էր և նրա թագավորությունը։ Անվճար վարձույթի 2 շաբաթն արագորեն ավարտվում էր և նրանք դեռ չունեին պատասխան։ Զարմանալիորեն վարձույթի մեքենան ետ վերադարձնելու նախօրեին Սթիվին զանգում է մի մարդ,
Ասելով, որ ինքն ունի մի մեքենա, որը ցանկանում է նվիրել, եւ քանի որ նա գիտեր, որ Սթիվը հաճախում էր իմ եկեղեցի, նա զանգում է եւ հարցնում. արդյոք նա ճանաչում է որևէ ընտանիքի մեր եկեղեցում, որը մեքենայի կարիք ունի։ Սթիվն արագորեն բացատրում է իր իրավիճակը եւ ասում, որ ինքը շնորհակալ կլիներ, եթե կարողանար վերցնել այդ մեքենան իր եւ իր ընտանիքի համար։ Դա հրաշալի էր, բայց Սթիվը 6 երեխա ուներ, եւ այդ փոքր մեքենան բավական չէր նրա համար։ Այնուամենայնիվ, այդ մեքենայի հայտնվելը մեծապես խրախուսեց նրան։ Հաջորդ կիրակի Սթիվը եւ նրա կինն առաջ եկան հավաքույթից հետո եւ խնդրեցին ինձ միաբան աղոթել իրենց հաջորդ մեքենայի համար։ Կարենն ասաց. «Հովիվ, մենք հավատում ենք, որ ստանում ենք Honda Odyssey եւ ուզում ենք, որ համաձայնեք մեզ հետ մեր սերմը ցանելու ժամանակ»։ Իհարկե, ասացի ես։ Մենք աղոթեցինք։ Ես իսկապես չեմ կարողանում հիշել, թե քանի շաբաթ անցավ, բայց ոչ շատ։ Միգուցե 3 կամ 4, երբ մենք այցելեցինք նրանց։ Երբ նրանց տանն էինք, մենք մտանք խոհանոց եւ սառնարանի վրա փակցված էր Honda Odyssey-ի լուսանկար։ Կարենն ասաց, որ ամեն օր, երբ բացում էր սառնարանը, նա դնում էր ձեռքն այդ լուսանկարի վրա եւ գոհանում էր Աստծուց այդ մեքենայի համար։ Մոտավորապես 1 շաբաթ անց իմ քարտուղարուհին զանգեց ինձ. «Հովիվ, այսօր մենք մի հետաքրքիր զանգ ստացանք։ Մի մարդ ցանկանում է մեքենա նվիրել եկեղեցուն»։ Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ Սթիվը եւ Կարենը հավատում էին նոր մեքենայի համար եւ ոչ էլ թե ինչպիսի մեքենա էին ցանկանում ունենալ։ «Այդ մեքենան Honda Odyssey է», ասաց նա։ «Ինչ վիճակում է այն»։ Նա ասաց, որ այդ մարդու խոսքով մեքենան գերազանց վիճակում էր, առանց որևէ քերծվածքի եւ վազքն ընդամենը 110,000 կիլոմետր էր։ Ես ասացի նրան, որ գիտեմ, թե ում այն պետք է տրվի։ Պատմեցի Դրենդային այդ մասին եւ խնդրեցի նրան զանգել Կարենին։ Դրենդան զանգեց Կարենին եւ հարցրեց, թե ինչպես էին նրանց գործերը եւ արդյոք կար որևէ նորություն իրենց անհրաժեշտ մեքենայի վերաբերյալ։ Կարենը պատասխանեց. «Ես եւս 1 օրով մոտ եմ դրան»։ «Դու շատ ավելի մոտ ես դրան, քան մտածում ես», ասաց Դրենդան։ «Արի եւ վերցրու այն։ Ես սիրում եմ նման պատմություններ, իսկ դուք»։ Այս պատմությունն ունի շարունակություն, քանի որ Սթիվի եւ Կարենի վստահությունը թագավորության հանդեպ ավելացավ։ Մոտավորապես այդ ժամանակ Սթիվը եւ Կարենը ցանկանում էին տուն ունենալ։ Նրանք մի քանի տարի շարունակ տուն էին վարձակալում եւ զգում էին, որ ժամանակն էր, որ ունենային իրենց սեփական տունը։ Սակայն կրկին նրանք չունեին բավականաչափ գումար կանխավճարի համար։ Նրանք այցելել էին բազմաթիվ բանկեր, փորձելով հողատարածք ձեռք բերել, բայց բոլոր բանկերն ունեին նույն պահանջը՝ 50% կանխավճար։ Այդ պահին այդ երիտասարդ ընտանիքը չուներ բավականաչափ գումար նման պահանջ կատարելու համար։ Կարենը հուսալքված էր եւ նա խոսեց ինձ հետ այդ մասին։ Մենք համաձայնեցինք, որ Աստված ճանապարհ կբացի։ Եվ նրանք սկսեցին փնտրել այլ հողատարածքներ եւ տներ։ Մի հողատարածք, որը նրանք տեսան, գրավեց նրանց ուշադրությունը։ Նրանք ցանկանում էին տուն կառուցել հենց այդ վայրում։ Այդ 22 հեկտար հողատարածքը վաճառվում էր ընդամենը $55,000։ Կրկին նրանք չունեին անհրաժեշտ կանխավճարը։ Սակայն ես գիտեի մի փոքր տեղական բանկի մասին, որն այդ տարածքում չէր, այլ գտնվում էր մոտավորապես 2 ժամվա հեռավորության վրա մեքենայով, որն ընդունում էր ձեռք բերվող հողատարածքը որպես կանխավճարի մաս։ Այդ հողատարածքը գնահատվեց $100,000 եւ բանկն ասաց, որ նրանք ընդհանրապես կանխավճար տալու կարիք չունեն։ Այնպես որ նրանք գնեցին այդ հողատարածքը առանց կանխավճարի եւ գեղեցիկ տուն կառուցեցին այդ գեղեցիկ վայրում առանց նախապես որևէ գումար տալու։ Սթիվն ու Կարենը շարունակում են բարգավաճել մինչև օրս, քանի որ նրանք, ինչպես Դրենդան եւ ես, քայլում են թագավորության ճանապարհներով։ Ես նման պատմություններ ունեմ իմ եկեղեցու անդամներից շատերի մասին եւ լիովին ակնկալում եմ նույն տեսակի պատմություններ ձեր կյանքում։ Աստված կարող է անել զարմանալի, իսկ երբեմն անհավանական բաներ մեր կարիքները լրացնելու համար։ Շատ հաճախ մենք սահմանափակում ենք մեզ, կշռելով մեր ապագան այն բանով, ինչ ինքներս ենք հնարավոր համարում։ Բայց Աստծո համար ամեն ինչ հնարավոր է, եթե պարզապես թույլ տանք, որ Աստծո խոսքը փոխի մեր մտածելակերպը։ Մի համապատասխանեք այս աշխարհի օրինակին, այլ վերափոխվեք, նորոգելով ձեր միտքը։ Այդ դեպքում դուք կկարողանաք քննել եւ հաստատ իմանալ, թե որն է Աստծո կամքը, նրա բարի, հաճելի եւ կատարյալ կամքը։ Հռոմեացիների 12:2։ Որպես հավատացյալներ մենք չպետք է համապատասխանենք այս աշխարհի օրինակին։
Պողոսը նկատի ունի այս երկրի անեծքի համակարգը և դրա կենսաոճը, մասնավորապես այն, թե ինչպես ենք մենք մտածում։ Երբևէ եղել է, որ զգեստ կարեք կամ ինչ-որ բան պատրաստեք օգտվելով ինչ-որ գծագրից։ Եթե այո և ձեզ դուր չի եկել արդյունքը, ինչ կլինի, եթե կրկին փորձեք նույն գծագրով։ Դուք կստանաք միևնույն արդյունքը։ Այնպես որ Պողոսն ասում է, որ մենք պետք է վերափոխվենք, նորոգելով մեր միտքը։ Մենք պետք է փոխենք այն, թե ինչպես ենք ապրում։ Մեր մտածելակերպը պետք է տարբերվի այս աշխարհի մտածելակերպից։ Վերափոխվել բառն այս խոսքում մորֆ բառն է, որի մասին քիչ առաջ խոսեցինք, և այն նշանակում է փոփոխություն։ Մեզ անհրաժեշտ է կերպափոխություն։ Մենք պետք է մտածենք Աստծո նման։ Մենք պետք է մտածենք թագավորությանը վայել կերպով։ Փոխարենը մտածենք ինչպես մի տգեղ թրթուր, որը ծուղակի մեջ է ձմռան պատճառով և դատապարտված է մահվան, պետք է վստահենք Աստծուն լիովին նոր կյանքի համար։ Այդ դեպքում և միայն այդ դեպքում մենք կկարողանանք թռչելով վեր բարձրանալ մեր խնդիրներից և կիմանանք, թե որն է Աստծո հաճելի և կատարյալ կամքն ամեն իրավիճակում։ Եթե մենք չընդունենք մտածելակերպի փոփոխությունը, մեր հին մտածելակերպը մշտապես ասելու է. ոչ, ոչ, ես չեմ կարող անել դա, ոչ, ես չեմ տեսնում, թե ինչպես դա կարող է լինել։ Ով կարող էր մտածել, որ այդ տգեղ թրթուրը երբևէ կկարողանա թռչել շնորհքով և կատարելությամբ։ Եթե նայեք թրթուրին և մտածեք, որ այն պետք է 3000 կիլոմետր ճանապարհ անցնի, դուք պարզապես կտարուբերեք ձեր գլուխը և կասեք՝ անհնար է։ Բայց Աստծո թագավորության մեջ ամեն ինչ հնարավոր է։ Տեսեք, երբ սկսվում է իմ հեռուստատեսային հաղորդումը, ինձ ներկայացնում են որպես ֆինանսական փորձագետ։ Երբեմն ես հիշում եմ այն օրերը, երբ դեռ թրթուր էի և մտածում եմ, որքան զարմանալի է։ Քանի դեռ մենք խոսում ենք թռչելու մասին, հենց որ Դրենդան և ես սկսեցինք սովորել, թե ինչպես է գործում թագավորությունը, ես որոշեցի, որ ցանկանում եմ ինքնաթիռ ունենալ։ Ես ինքնաթիռ էի վարում 19 տարեկանից։ Ես միշտ ինքնաթիռներ եմ վարձել, բայց երբեք չեմ ունեցել իմ սեփականը, և իհարկե դուք գիտեք, թե ինչու, քանի որ փող չունեի։ Այնպես որ մեկ օր որոշեցի, որ այդպես չպետք է լինի, և որ ինքնաթիռը դժվար բան չէ Աստծո թագավորության համար։ Ինչու էի ես սահմանափակում թագավորությունն այն բանով, ինչն ինքս էի հնարավոր համարում։ Ես մի չեք դուրս գրեցի և նշումների բաժնում գրեցի իմ ինքնաթիռի համար և թվարկեցի մանրամասները։ Ես դրեցի իմ ձեռքերն այդ չեկի վրա և ուղարկեցի այն փոստով, հավատալով, որ ստացա այդ ինքնաթիռն աղոթելու ժամանակ համաձայն Մարկոս 11:24-ի։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք կամ որ ստացել եք և կլինի ձեզ։ Մեկ ամիս էլ չէր անցել, և ես գնացի բժշկի հերթական ստուգման։ Ես զարմացա, երբ հանկարծ բժիշկն ասաց. «Դուք ճանաչում եք ինչ-որ մեկի, ով ցանկանում է ինքնաթիռ գնել»։ Ես մտածեցի, որ դա տարօրինակ էր։ Ինչ տեսակի ինքնաթիռ, հարցրի։ Ես զարմացա և ոգեշնչվեցի, քանի որ այդ ինքնաթիռը ճիշտ այնպիսին էր, որի համար ես հավատքով աղոթել էի։ Այնպես որ հարցրի նրան, թե որտեղ կարող եմ տեսնել այն, և նա ասաց, որ այն մեր շրջանի օդանավակայանում է, որը գտնվում էր իմ տան կողքին։ Թույլ տվեք բացատրել։ Իմ հողատարածքը սահմանակցում է մեր շրջանի օդանավակայանին։ Յուրաքանչյուր ինքնաթիռ, որը վայրեջք է կատարում այդտեղ, թռչում է ուղիղ իմ տան վերևով։ Այն, որ ես հետևում էի, թե ինչպես էին ինքնաթիռներն ամբողջ օրը գնում և գալիս, և որ օդանավակայանի թռիչքուղին ընդամենը 1,5 կիլոմետրով էր հեռու իմ տան մուտքի դռնից, նշանակում էր, որ ես պարզապես պետք է ինքնաթիռ ունենայի։ Ես խնդրեցի իմ ընկերոջը, ով ամբողջ կյանքում թռչում էր և նույնպես թռիչքների հրահանգիչ էր, գալ ինձ հետ և տեսնել այդ ինքնաթիռը։ Երբ մենք զննում էինք այն, ես գիտեի, որ այդ ինքնաթիռն իմն էր։ Այն գերազանց վիճակում էր։ Այդ ինքնաթիռը ճիշտ այն էր, ինչ ես ցանկանում էի ունենալ։ Այնուամենայնիվ կար միայն մեկ խնդիր, նույն խնդիրը, որ ունեի տարիներ շարունակ, երբ ցանկանում էի ինքնաթիռ ունենալ։ Ես չունեի փող դրա համար։ Երբևէ ունեցել եք այս խնդիրը։ Բայց այս անգամ ես վախով ետ չէի ընկրկելու։ Գիտեի, որ այդ ինքնաթիռն իմն էր։ Ես պարզապես դեռ չգիտեի, թե ինչպես էր Աստված միջոցներ տալու ինձ դրա համար։ Այդ դեպքից 2 ամիս առաջ Դրենդան և ես գրասենյակային տարածք էինք փնտրում մեր ընկերության համար։ Մենք գիտեինք, թե որտեղ էինք ուզում, որ այն լիներ, բայց այդ տարածքում ոչինչ չէր վաճառվում։ Այնպես որ սկսեցինք տարածք փնտրել այլ վայրերում։
Մենք գտանք երկու շենք, որոնք համարյա գնեցինք, բայց երկու դեպքում էլ արգելք զգացինք մեր հոգում։ Մենք շարունակ վերադառնում էինք այն վայրը, որտեղ, ինչպես գիտեինք, պետք է լիներ մեր գրասենյակը, հուսալով ինչ-որ տարածք գտնել։ Շարունակ աղոթում էինք դրա համար, և մեկ օր հայրս զանգեց ինձ։ Ես գիտեմ, դուք ասես, որ սա Աստծուց է, բայց մայրդ և ես խոսեցինք և ուզում ենք նվիրել ձեզ մեր շենքը, ձեր գրասենյակի համար։ Այն շենքը, որը պատկանում էր նրանց, ճիշտ այն վայրում էր, որտեղ ես հույս ունեի տարածք գտնել, մեր գործը տեղափոխելու համար։ Ես ցնցված էի։ Որպեսզի հասկանաք, թե ինչ տեղի ունեցավ, դուք պետք է իմանաք, որ այդ ժամանակ իմ հայրը հավատացյալ չէր։ Նա շատ անպարկեշտ ձևով էր արձագանքում, երբ նրա մոտ հիշատակում էին Աստծուն։ Նրա արձագանքն այնքան տհաճ էր, որ ես չէի կարողանում խոսել նրա հետ Աստծո մասին։ Ես նույնիսկ աղոթում էի, որ Աստված ուղարկեր ինչ-որ մեկին, ով կկարողանար քարոզել նրան Քրիստոսի մասին։ Ես գիտեի, որ չէի կարող փրկության բերել նրան, նա չէր լսում ինձ։ Բայց իմ հայրը փրկվեց մի քանի տարի անց 80 տարեկանում։ Զարմանալի է, բայց նա փրկվեց դիտելով մեր հեռուստահաղորդումները և տեսնելով այն զարմանալի գործերը, որոնք Աստված անում էր։ Նրա կյանքի վերջին 3.5 տարում նա փոխված մարդ էր և եկեղեցում էր ամեն շաբաթավերջին։ Մեկ անգամ հավաքույթի ավարտից հետո, երբ քայլում էի նստարանների կողքով, տեսա, որ հայրս զրուցում է մեր եկեղեցու անդամներից մեկի հետ, որին նա ճանաչում էր տարիներ շարունակ։ Երբ մոտենում էի նրանց, լսեցի, որ այդ մարդը հարցնում է հորս, թե ինչու է սկսել եկեղեցի հաճախել։ Հայրս պատասխանեց, որ ինքը տեսել էր շատ բաներ, որոնք չէր կարող բացատրել։ Փառք Աստծուն, հենց այդպես էլ պետք է լինի։ Բայց մենք պետք է վերադառնանք հորս հեռախոսազանգին այդ շենքի վերաբերյալ, երբ նա դեռ փրկված չէր։ Դրենդան և ես ցնցվել էինք, երբ նա նվիրեց այդ շենքը մեզ։ Իհարկե գիտեինք, որ դա Աստծուց էր, և մենք պատասխանեցինք հորս այդ ժամանակ. «Այո, հայրիկ, դու ճիշտ ես, սա Աստծուց է»։ Այդ շենքը հիմնովին վերանորոգման կարիք ուներ, որպեսզի համապատասխաներ կոմերցիոն չափանիշներին և ծառայեր մեզ որպես գրասենյակ։ Հայրս նվիրեց մեզ այդ շենքը դեկտեմբեր ամսին, և ես սպասելու էի մինչև գարուն վերանորոգումը սկսելու համար։ Շենքը փակված էր ամբողջ ձմեռվա ընթացքում, ոչ ոք չէր օգտագործում այն, և հայրս ասաց ինձ, որ անջատել է ջուրը։ Ձմեռային ամիսներն անցան, ինչպես նաև անցավ մեկ շաբաթ այն բանից հետո, երբ ես գնացի ինքնաթիռը տեսնելու համար։ Եվ մեկ օր եղբայրս զանգեց ինձ և ասաց, որ ավելի լավ է գնամ իմ շենքը, քանի որ շենքից ջուր էր լցվում փողոց։ Ես գնացի այնտեղ մեքենայով և պարզվեց, որ երկրորդ հարկի լոգարանի ջուրը բաց էր մի քանի օր, միգուցե մի քանի շաբաթ։ Ներքևի հարկի պատերի ամբողջ ծեփը թափվել էր։ Ես գիտեմ, որ առաջին հայացքից դա վատ է թվում, բայց դուք չգիտեք, և եղբայրս նույնպես չգիտեր, որ ես արդեն պայմանագիր էի ստորագրել ամբողջ շենքի ներքին և արտաքին հարդարանքը հեռացնելու և շենքն ամբողջովին ձևափոխելու մասին, և աշխատանքները սկսվելու էին 2 շաբաթից։ Այնպես որ ջրից առաջացած վնասը բոլորովին խնդիր չէր, քանի որ այն, ինչ վնասվել էր, միևնույն է հեռացվելու էր։ Բայց կատարվեց հետևյալը. իմ ապահովագրական ընկերությունը փոխհատուցեց վնասը, և այդ գումարը բավական էր իմ ինքնաթիռը գնելու համար։ Միթե այդ ամենը կատարվեց ինձ հետ։ Ես ստացա ինքնաթիռ և գրասենյակային շենք առանց պարտքի։ Որքան պետք է ջանք թափեի, որպեսզի իրագործեի այդ ամենը սովորական պայմաններում։ Այո, այդ ամենը իմն էր։ Այժմ, երբ թռչում եմ այդ ինքնաթիռով և անցնում եմ իմ հողատարածքի վրայով, ես հիշում եմ, որ ինքնաթիռը կառավարելը նման է Աստծո թագավորությանը, որի կառավարումը և օրենքները թույլ են տալիս մեզ ապրել այլ հարթության մեջ։ Ինչպես թրթուրի և թիթեռի դեպքում, թրթուրը երբեք չէր կարողանա Մեքսիկա հասնել, որքան էլ արագ վազեր իր ոտքերով։ Իմ կյանքը, որը սահմանափակված էր գոյատևմամբ և վախով, վերափոխվել էր Աստծո թագավորությամբ։ Օգտվելով թագավորության օրենքներից ես գտա անսահմանափակ հնարավորություններով լի կյանք։ Ավարտելով այս գիրքը ուզում եմ կիսվել ևս մեկ սուրբ գրային հատվածով։ Համոզված եմ, որ դուք լսել եք այն ձեր ամբողջ կյանքում, բայց կարծում եմ այժմ այն լիովին նոր իմաստ կստանա ձեզ համար։ Ինձ մոտ եկեք բոլոր վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձնից սովորեք, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև։ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28 և 29 խոսքեր։ Հիսուսը եկավ վերցնելու մեզնից մեր լուծը,
այս երկրի անեծքի համակարգի տանջալի աշխատանքը և քրտինքը։ Այժմ մենք պետք է վերցնենք նրա լուծը այն, ինչը կատարված է, և հանգստություն գտնենք 7-րդ օրը ճշմարիտ շաբաթը մեր անձերի համար։ Դուք կարող եք վերապրել զարմանալի բաներ ձեր կյանքում պարզապես անելով այն, ինչ արեց Պետափրեսը, այսինքն ապրելով թագավորության օրենքներով։ Որոշում կայացրեք այսօր համաձայնեցնել ձեր կյանքը Աստծո թագավորության օրենքներին և սկսեք վայելել համաձայնության զորությունը։ Սկսեք ձեր ֆինանսական հեղափոխությունն այսօր, մի կողմ նետեք հին կյանքի ոճը, հին կառավարումը, այս երկրի անեծքի համակարգը, որում կա աղքատություն, հիվանդություն և անհուսություն։ Թողեք ձեր հին թրթուրային կենսավոճը և սկսեք թռչել կիրառելով թագավորության օրենքները, որոնք Հիսուսը հասանելի դարձրեց ձեզ համար։ Դուք այդ թագավորության քաղաքացին եք։ Դուք օրինական իրավունքներ ունեք։ Եթե այս գիրքը հետաքրքրեց ձեզ և եթե դուք որոշում եք կայացրել դառնալ թագավորության աշակերտ, առաջարկում եմ ձեզ այցելել GaryKeesey.com կայքը, որտեղ կգտնեք տեղեկությունների մի ամբողջ դարան, որը կօգնի ձեզ և կաշակերտի թագավորության մեջ։ Ես նույնպես ցանկանում եմ խրախուսել ձեզ, որ դառնաք հեղափոխական թիմի գործընկեր, ինչի շնորհիվ դուք հնարավորություն կունենաք դիտել հատուկ միջոցառումներ և ուսուցողական տեսանյութեր։ Ֆինանսական բնագավառում հաղթող լինելու համար անհրաժեշտ է և հոգևոր, և երկրային բնական գիտելիք։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես ազատվեք պարտքերից և ստանաք պարտքերից ազատվելու անվճար ծրագիր, պատրաստված իմ Forward Financial Group ընկերության կողմից, զանգեք 1-800-815-0818 հեռախոսահամարով։ Ձեր մեծ ջանքերով վաստակած կենսաթոշակային միջոցները պաշտպանելը նույնքան կարևոր է, որքան իմանալը, թե ինչպես վաստակեք դրանք, հատկապես ներկա անկայուն ֆինանսական պայմաններում։ Մեր ընկերությունը ներդրել է ավելի քան $100 միլիոն մեր հաճախորդների համար, և նրանցից ոչ ոք չի կորցրել նույնիսկ 1 ցենտ վերջին 15 տարում մեր երկրում տիրող ֆինանսական խառնաշփոթի պայմաններում։ Կրկին, ձեր հեռախոսազանգը և մեր խորհուրդներն անվճար են։ Զանգեք 1-800-815-0818 հեռախոսահամարով տեղեկություն ստանալու համար։ Դրենդան և ես որոշում ենք կայացրել օգնել անհատներին և ընտանիքներին հաղթել կյանքում։ Ահա թե ինչու է Դրենդան հեռարձակում իր Դրենդա կոչվող հեռուստատեսային հաղորդումը։ Այս հաղորդման նպատակն է խոսել ընտանեկան կյանքի մասին և խրախուսել բոլոր տարիքի կանանց։ Այցելեք Drenda.com կայքը ավելին իմանալու համար։ Վերջապես Դրենդան և ես կցանկանայինք առաջարկել ձեզ աջակցել աշխարհով մեկ սփռված եկեղեցիների և հովիվների։ Մեր Age 3 աջակցության նախագծի նպատակն է օգնել մարդկանց կյանքի գործնական հարցերում, ինչը մեր սրտի ցանկությունն է։ Ամեն տարի Age 3-ը տրամադրում է տասնյակ հազարավոր ուսումնական նյութեր աշխարհով մեկ գտնվող հովիվներին։ Մենք նույնպես օգնում ենք կերակրել քաղցածներին, աջակցում ենք այնպիսի ծառայությունների, որոնց նպատակն է վերջ տալ սեռական թրաֆիքինգին բազմաթիվ երկրներում, աջակցել մանկատների, ֆինանսապես աջակցել հովիվների բազմաթիվ երկրներում, ինչպես նաև ապաստան տրամադրել կանանց մեզ մոտ Օհայո նահանգում։ Մեր նպատակն է օգնել ամբողջ աշխարհի մարդկանց իմանալ Աստծո թագավորության մասին և բացահայտել այն ազատությունը և բավականությունը, որոնք Աստված ցանկանում է պարգևել բոլորիս։ Անչափ շնորհակալություն, որ թույլ տվեցիք ինձ պատմել մեր զարմանալի պատմությունը։ Այժմ սկսեք գրել ձեր կյանքի զարմանալի պատմությունը Աստծո թագավորության հետ։